Հայաստանից արտահանվող ամենակարևոր ապրանքատեսակներից մեկը կոնյակը, կոնյակի սպիրտը, գինին լուրջ խնդիրների առջև են կանգնած։ Ոգելից խմիչք արտադրողների համար խոչընդոտներ են ստեղծվել Վրաստանում։ Ապրանքն այդ երկրով տարանցելիս մաքսային մարմինները ապրանք արտահանողներին պահանջում են վրացական տարածքում լաբորատոր ստուգումներ անցկացնել ու նոր ապրանքը արտահանել։ Ինչ իրավունք ունի իմ երկրի արտադրանքը, որ ես երրորդ երկրի հետ ունեմ պայմանագիր ապրանքաշրջանառության։ Ինքը տարանցիկ երկիր է։ Տարանցիկ իր ճանապարհով անցնելուց ես իր մաքսը մուծում եմ, գնում եմ։ Ինքը ինչ իրավունք ունի իմ ապրանքը ստուգի, թույլ տա կամ թույլ չտա։ Ինքը ընդհանրապես իր մաքսային գործողությունները պիտի կատարի, տեսնի, կապարակնքված է, ամեն ինչ նորմալ է, գրած ֆակտուրայի միջի ապրանքը անպատասխանում է իրականության եւ ասի բարի ճանապարհ ձեզ։ Կոնյակով, գինիով շշալցված բեռնված մեքենաները, բեռնատար ցիստերները պետք է ուղղություն վերցնեին Ռուսաստան, Բելարուս։ Խմիչք արտահանողները սակայն օրերով կանգնած են Վրաստանի սահմանին։ Նրանց մի մասն է կարողացել ապրանք արտահանել։ Տնտեսվարողներն ահազանգում են։ Գործարաններ կան, որոնց բեռները անցնում են առանց խոչընդոտի։ Ոնց կարելի է տարանցիկ բեռը մաքսային պլոմբաները փոկել, ինչ որ նմուշարում անել եւ պահել ամսից ավել կամ մի ամիս։ Ամեն օր է որոշիչ, ամեն օր մարդիկ գնում են ֆուրի աշխատ վարորդները տեղափոխում են, գնում են, գալիս են կամպանիաներ են, այդ բեռնափոխադրողներ են։ Կոնյակ, գինի ու սպիրտ արտադրողները բարձրաձայնում են, որ խնդիրն ի հայտ է եկել դեռ ապրիլի 18-ին։ Այդ ժամանակ առաջին բեռնատարը Բագրատաշենից ուղղորդվեց դեպի Գեյզի անցակետ։ Այնտեղ վրացական կողմը վերցրել է կոնյակի նմուշներ, նշելով, որ իրականացնելու են լաբորատոր ստուգումներ։ Հայ արտահանողները զարմացած են Վրաստանը որպես տարանցիկ երկիր, ինչ իրավական հիմքով է նման փորձաքննություններ իրականացնում։ Վրացին գիտեք, ասում է, եթե գալի իմ տամոժնիայով անցնում ես, 4 մեքենա դու ես տանում, 2 հատ էլ իմից պիտի տանես, չէ, թույլ չեմ տա։ Այս տարի բեսպրիձել ձևով ասում ախպերես, պիտի տանես 50 կամ 60 ընձնից 40 քեզնից։ Խնդիրը դրանում է կայանում, բոլորը տեղյակ են։ Երկրի տնտեսական ոլորտի զարգացման պատասխանատուի համար դեռ հասկանալի չեն պատճառները, թե ինչու են ոգելից խմիչք արտահանող տնտեսվարողները վրացական կողմում խնդիրներ ունենում։ Պապոյանը հայտնեց, թե իրենք փորձում են բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել։ Էկոնոմիկայի նախարարը առաջիկա օրերին կայցելի Վրաստան խնդիրը տեղում լուծելու ու հասկանալու համար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։